Ուրախ այս ավտոբուսում երեխաները կիթառ նվագել են սովորում։ Արենիում այն գյուղից գյուղ է շրջում եւ թե մոտիկ, թե հեռու բնակավայրերի փոքրիկներին հնարավորություն տալիս երաժշտական կրթություն ստանալ։ Վճարովի է, բայց խնայողական։ Նորարար ծրագրեր իրականացնել ծախսերը կրճատելով մոդելն է, որի օգնությամբ խոշորացված նոյեմբերյանն էլ կադաստրային չափագրման սարք է գնել, սկսել փողով ծառայություն մատուցել, գումարը մուտք անել համայնքի բյուջե։ Ֆիքսված է նաև սակագները, ծառայություն է մատուցում նոյեմբերյան համայնքի տարածքում, թե բնակչությանը եւ թե համայնքի կարիքների համար։ Գեոդեզիայի, քարտեզագրության, չափագրման բոլոր աշխատանքները կատարում ենք մենք, ուրեմն շատ են դեպքերը, երբ որ քարտեզագրության հետ կապված սխալներ կան մեկ հողը մեկի հետ։ Գեղարքունիքի մարզում էլ խելացի ոռոգման ծրագիր է իրականացվել 30,000 խոհանարդ մետր ծավալով մեմբրանապատ ջրամբարը Արտանիշի եւ Շողակաթի այգիները ջրում է, երբ եղանակից հրաման է ստանում, ասում է Ճամբարակի համայնքապետի տեղակալը։ Տեղադրված են փականների վրա խելացի այդ սարքավորումները, օթյորդաբանական կանոններ, որոնք ավտոմատ նաեւ ռեժիմով են, արևային պանելներով են սնվում։ Պրոցեսորից վերլուծություններ անելով ինքը SMS հաղորդագրություններ է տալիս բոլոր գյուղացիներին։ Ով ինչ արդյունքների է հասել բոլոր նախագծերի պատասխանատուները Երևան են եկել ամփոփիչ հանդիպման։ Հայաստանում ընդհանուր 3 խոշոր եւ 7 փոքր փաթեթ են իրականացրել, որոնք որոշ հարցերում հեշտացնում են մարդկանց կյանքը տեղ կա, կյանքի որակ փոխում, լավացնում, վստահեցնում է ծրագրի ղեկավարը։ Որպեսզի չսխալվեն, նախ բնակիչներից ճշտել են, ինչ կուզեին կվճարեն դրա համար, թե ոչ, ապա համայնքից հետաքրքրվել են, պատրաստ են արդյոք համատեղ ֆինանսավորմամբ ներդնել տվյալ ծառայությունը, որտեղ փոխադարձ համաձայնության են եկել, հաջողել են, ասում է Ժաննա Հարությունյանը։ Ծառայությունները շատ զանազան են, խելացի ոռոգման ծառայության ներդրումը Ճամբարակում, արտադրոցական կրթությունը, թե Արենի համայնքում, թե Նոյեմբերյան համայնքում, չափագրման ծառայությունը, որը եզակի է, եւ գրադարանային մեր ծառայությունը, որը հասանելի է դարձնում բոլոր բնակավայրերում ապարանի գրադարանային ծառայությունը։ $600,000 համարժեք դրամ է ծախսվել մոտ 10 պիլոտներ իրականացնելու համար, որոնք կբարելավեն 40,000-ից ավել բնակիչների կյանք։ Ֆինանսավորման 40%-ն ապահովել են կառավարությունն ու տիմերը, մնացածը ՄԱԿ-ը եւ Շվեյցարիայի զարգացման գործակալությունը։ Խոշորացված համայնքները համատեղ ջանքերով զարգացնելու այս մոդելը այն էլ նորարար լուծումներով ու գենդերային մոտեցմամբ, ապա կենտրոնացման գործընթացի լավ օրինակներ կարող են լինել, համոզված են եւ պետության եւ դոնոր կառույցի ղեկավար պատվիրակները։ Եթե մենք այս հնարավորությունները կամ այս շանսը չօգտագործենք, մեր քննադատները ճիշտ կլինեն, ասելով, որ մեր միավորման բարեփոխումը մեծ արդյունք ըստ էության չտվեց։ Տեղական ինքնակառավարման մարմինները շատ կարևոր դեր ունեն տեղում մարդկանց ունեցած խնդիրները պետության վերին օղակներին հասցնելու եւ նրանց առաջարկած լուծումները բնակչությանը մատուցելու հարցում։ Ուրախ եմ, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը միջազգային այլ գործընկերների հետ տարիներ շարունակ աջակցում է այս ծրագրին։ Պիլոտ փաթեթների հաջողությունը տեսնելով համայնքներ կան արդեն հետաքրքրվել են նաեւ իրենց մոտ դրանք ներդնելու հնարավորությամբ։ Ըստ ծրագրի ղեկավարի փոքր ֆինանսավորում պահանջողները արագ կիրականացնեն։ Հերմինե Բաղդասարյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։